Այստեղ տնկվում է 800 պտղատուներ, որոնցից հիմնականում ծիրանենի, խնձորենի, թթենի, սալորենի եւ նշենի։ Օրինակ ծիրանենին եւ նշենին հատուկ է բերված։ Քարքարոտ հատվածներում տնկվում են թթենիներ, նշենիներ, հիմնականում որոշ մասում ծիրանիներ եւ ինչպես ասեցի սալորենիներ։ Կա ընդամենը 50 տանձերի, քանակը քիչ է, դրա համար չնշեցի։ Դեկորատիվ ծառատեսակների մասով այս մեծ 10-15 տարեկան ծառերը սրանք ձիակասկեր են, այսինքն ժողովրդական լեզվով ասեմ, այդ կաշտաններն են, որոնք շատ գեղեցիկ ծաղկում են, որոնք սոսիների նման մեծ սաղարթ են ձևավորում, հսկա ծառեր են եւ տեսեք հատուկ է տնկված, որպեսզի այս հովը հետագայում փակի այս աստիճանավանդակները։ Սրան հաջորդում են սոսիները, մեծ քանակությամբ սոսիներ է տնկվում, կատալպաներ, օգտագործվել է կեյլեթերիաներ, այսպես ասած օճառածառը, որը նույնպես շատ չորադիմացկուն է, սաֆորաներ, այսինքն յուրաքանչյուր ծառ, ինչը օգտագործվել է այստեղ Երևան քաղաքում տասնյակ տարիներ աճում է, իրեն լավ է զգում, քանի որ ձիակասկերը եւ սոսիները եւ սաֆորանները բավականին մեծ ծառեր են տնկել, մենք այս տարի ամռանը արդեն այստեղ կունենանք որոշակի հատվածներում, նամանավանդ ֆասադային հատվածներում, բավականին լավ ստվերային հատվածներ, իսկ լանջերում, որտեղ տնկել ենք պտղատուներ, մի 3 տարուց հետո ամբողջ այս 6 հեկտար տարածքը արդեն ապահովված կլինի թե ստվերով եւ թե կանաչ զանգվածով։ Կտնկվի եւս մեկ քաղաքային շերտ ուրբան անտառ աշտարակի կողմից Երևան մուտք գործող հատվածում։ Եվ մեր գեր նպատակներից մեկը Երևան քաղաքի այդ մուտքերի մոտ ունենալ անտառային շերտեր, պաշտպանելու համար Երևանը, Երևանամերձ տարածքի հանքերից եկող փոշուց։